ներկայացուցիչ փոխնախարար, երկրորդ ներկայացուցիչ եք, այսինքն դուք տեղյակ չեք ինչու է։ Տեղյակ եմ, բայց ասում եմ կոմպետենտ։ Մենք էլ պահանջում ենք, որ այս հանրության համար ներկայացնեք, ինչու է 4-րդ կարգի ցորեն։ Որտեվ ուրեմն նշանակում է այդպիսի ցորեն էլ է պետք Հայաստանի Հանրապետության ժողովրդան, ինչ կա։ Դուք ախր այդպես չեք ներկայացրել, հարցը դրանում է։ Նախարարությունը չի ասում։ Ինչու մեկը կարգա ներկայացել մինչև այդ լուրջ, որտեղ է գրած։ Իհարկե չի ներկայացված։ Ասել են ցորեն է գալի։ Բայց չեն ասել, որ անասնագեր է։ Ժողովրդան, բայց իսկ ասել են, որ ուրիշ ցորեն է։ Ասել են ցորեն է գալի։ Իսկ այդ ցորենը դիվերսիֆիկացիայի ենթակա չի, ցորենը ցորեն չի, կենթանին որ ուտում է, հետո մեզ ինչ-որ բան չի տալի, կաթ կամ ինչ-որ։ Լուրջ է։ Ցորենը բարձր որակի չի նշվել։ Բայց խի պետք է նշվել։ Նախարար անգամ քննարկում էր։ Չի պետք է։ Հացի գինը կավա ինչնի ավելանա նվազի։ Ընդհանրապես, եթե ճանապարհները, չէ, ընդհանրապես, եթե ճանապարհները դիվերսիֆիկացվում են, այդ լավ է։ Հիմա թե այսօր անասնակերայք է, վաղն է կգա բարձրակակ ցորեն, այդ էլ արդեն կյանքը ցույց կտա, բայց պարզ է, չէ, որ եթե ճանապարհները դիվերսիֆիկացվում են, նշանակում է, որ պետությունը բացվում է, այսինքն լավ է, հնարավոր է գնիչեցում լինի, հնարավոր տարբեր բան է, հիմա ես զարմանում եմ։ Մենք չենք ասում։ Ասում եք ինչու չեն ասել 4 կարգ։ Դե ինձ որովհետև այդ 4 կարգ է, ինչի պետք է շեշտեն։ Ոնց եք կարծում այդ ցորենը որ եկել է, պետք չի ուղղակի եկել է։ Չէ, ցորենը լավ որ եկել է, խոսքը ուրիշ բանի մասն է, խոսքը նրա մասն է, որ այդ աղմուկը ուրիշ բանի մասն է։ Չէ, աղմուկը, Ջոջան, աղմուկը։ Չէ, նախ ասեմ, աղմուկը դիվերսիֆիկացիայի մասին այդ բարձրացված չգիտեմ ում կողմից, բայց ոչ կառնական կողմից, բայց դիվերսիֆիկացիան եղել է, շարունակվում է լինել, որը կարծում եմ լավ է, չէ՞, համաձայն չեք։ Եթե Ղազախական կողմը Ռուսական ցորենը բարձրակարգ ցորեն է իմը։ Եթե Ղազախական կողմը այդ մասին չբարձրաձայներ, Հայաստանի իշխանությունը ինքնական կասեր հայ հանրությանը Ես այդ ինֆորմացիային չեմ տիրապետում ով առաջինը բարձրաձայներ, բայց իհարկե եթե գաղտնիք չկա, ինվոյսներով եկող բան է, ինչ կասեմ։ Չէ, խոսքը նրա մասն է, որ կարելի սկզբանե ասել, որ ճանապարհները դիվերսիֆիկացվում են, բացվում են եւ այլն։ Դե տենց էլ ասել են։ Գալիս է առաջին խմբականական անասնագեր, ոչ թե ցորեն ասել։ Ինչու պետք է դա շեշտի, ես չեմ կամ հասկանամ։ Ժողովուրդ, ինչու։ Չէ, ախր ի սկզբանե բոլորը ասում էին, որ հարգելի գործընկերներ, հացի խնդիր չկա, սոված չենք եղել, չենք լինի, բայց ճանապարհների դիվերսիֆիկացիան կարևոր բան է։ Համաձայն չեք։ Որ հնարավոր է հացի գինը նվազի դրա հետ կապված։ Անգամ հացի գնի հետ կապված, ներողություն։ Չէ, հացի գնի հետ կապված կարծեմ թե հարց եղել է, այդ հարցին պատասխանվել է, որ հացի գնի մեջ տարբեր կոմպոնենտներ կան եւ միայն ճանապարհը չի, ուստի այս պահին դիվերսիֆիկացիան, ոչ թե կոնկրետ այս դեպքը, դիվերսիֆիկացիան նայած թե ինչ չափով կազդի հացի գնի վրա, այդ էլ է դաժե ասվի, էլ ինչ ասվի։ Հիմա շարունակական է լինել։ Այո։ Ես կարծում եմ այո։ Չէ, այդ ինֆորմացիան, այդ աստիճանի ես չգիտեմ, բայց կարծում եմ այո։ Երկրորդ խմբականակը նորմալ ցորեն է։ Որը։ Ռուսաստանինը նորմալ ցորեն է։